Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա իշխանությունն ասում է, որ հոգևորականները պետք է բարեվարկություն անցնեն, ըստ ձեզ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է այն ճանապարհով, որ նոր սահմանադրության մեջ նաև եկեղեցու վերաբերյալ որոշակի լիազորություններ ունենա, այո, եւ որոշի թե ով կարող է լինել օրինակ ամենայն հացվածողը կամ չլինել։ Շնորհակալություն հարցի համար, այստեղ շատ ավելի ծանր է, որովհետև ես մտածում եմ, որ այդ նոր իբր թե սահմանադրությունը, որ իրենք ուզում են առաջ քաշել, շատ տարբեր ազգային գծեր է ոտնահարելու, այդ թվում այո, վստահ ինքը հարվածել է նաև հայրաքելական եկեղեցին, սակայն ես վախենում եմ, որ այս ամբողջով ինքը ոչ միայն այս քայլն է անում, այլ նաև միաժամանակ ուզում է կոծկել այլ պրոցեսները, որոնք որ կվախենան, որ Սյունիքի հանձնելու մասին է խոսքը։ Տիկին Մանանդյան, նայեք, այսօր իշխանության սատելիտ տարբեր ներկայացուցիչներ արդարացնում են Փաշինյանին, ասում են խնդիրներ կա, որոնց մասին պետք է բարձրաձայնել, դա ամենևին թիրախավորում չի, հարձակում չի, պետք է բաց խոսել, հասկանալ, եթե կա խնդիր եկեղեցու ներսում, պիտի դրա մասին տեղեկանա քաղաքացին։ Այս տեսակետին ինչպես եք վերաբերվում։ Ինձ համար այդպես է, ամբողջը շատ ակնհայտ է։ Եկեղեցին մասն է ամբողջ ազգի, եկեղեցին ազգի հիմնասյունն է և պահող մասն է, ըստ այդմ, պարզ է, որ սպասավորների մեջ կարող են լինել տարբեր խնդիրներ, որտև իրենք մարդ են և հայ են, ու երբ որ ազգը ունենում է խնդիր նաև տարբեր մարդիկ, բայց դա ամենևին չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք ունի հարվածելու եկեղեցուն, իմ վերաբերյալ, ես ընդհանրապես այլ ճանապարհով եմ գնում զարգացման։ Ես պարզապես հասկանում եմ, որ եւ որևէ մեկը իրավունք չունի ոտնահարելու հավատ։ Տեսեք, ասում եմ, որ պետք է հենց եկեղեցին ինքը պաշտպան կանգնի իրեն, ինքը պետք է, չգիտեմ, կամ փողոց դուրս գա կամ ինչ-որ այլ տարբերակով զսպի Փաշինյանի այս արշավը իրենց դեմ, բայց եկեղեցականները լռում են, հոգևորականները լռում են, ոչ վեհապար հայրապետից որևէ խոսք լսեցին, ոչ սրբազաններից եւ ոչ սրբազանի քեռու կնոջից որևէ բան լսեցին, որևէ մեկից որևէ արձագանք չեղավ։ Տեսեք, ես դրա հետ ընդհանրապես խնդիր չունեմ։ Եկեղեցին, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք բոլոր մարդիկ։ Եկեղեցին, դա միայն սպասավորները չեն, դա միայն կառույցները չեն, դարավոր։ Եկեղեցին դա մենք ենք առաջին հերթին մենք ենք։ Երբ որ մենք դուրս ենք գալիս փողոց, մենք պաշտպանում ենք մեր հավատը։ Երբ որ ես դուրս եմ գալիս փողոց, ես պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցին որպես ազգի հիմնասյուն։ Շատ լավ, մենք պաշտպանում ենք, իսկ իրենք ինչ-որ բան պետք է անեն։ Իրենք պետք է անեն։ Վեհապարը պետք է մի բան անեն։ Ճիշտն ասած, իրենք պիտի 2020 թվականին, երբ որ Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը, իրենք պետք է որոշում կայացնեին, որ անհապաղ դատում են Նիկոլին եւ նոր իշխանություն։ Բայց իրենք նման իրավասություն չունեն։ Չէ, իրենք պետք է նախաձեռնեին դա։ Կարող են նզովել։ Առաջինը պետք է նզովեին, երկրորդը պետք է բոլորը իրենց հանդեպ մեծագույն հարգանք ունեն եւ իրենք պետք է առաջնորդեին ինչ-որ ձևով պայքարը։ Բայց մյուս կողմից Ճիշտ է համարում այն եկեղեցականների դիրքորոշումը, որոնք արգելում են այսուհետ եկեղեցիներ մուտքը իրենց խոսքերով նիկոլական գաղափարախոսությունը կրողների հաշվի առնելով այս հայտարարությունը։ Տեր Փառենն էր օրինակ նման հայտարարություն արել, որը բուռն հակազդեցության առաջացավ իշխանականների կողմից։ Ցավոք սրտի առաջինը շատ դժվար է հասկանալ, թե ովքեր են Նիկոլի հետևորդները եւ գաղափարախոսություն կրողները, կարելի է իհարկե դատել ինչքան ավելի տգետ դեմքով, այդքան ավելի վստահ ուրեմն Նիկոլի հետևորդն է, կարելի է ըստ այդմ շարժվել, բայց առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ իրենք բոլորը խստագույնս մոլորյալ են։ Նիկոլը ծառայում է սատանային, մենք այստեղ հասկացել ենք, որ այսօրվա մեր կարգախոսը, եթե 5 տարի շարունակ մենք գոռում ենք Նիկոլ Դավաճան, այսօրվանից մեր կարգախոսը Նիկոլ Նեռապաշտ, բայց նաև մենք հասկանում ենք, որ մարդկանց զգալի զանգված այնուամենայնիվ մոլորյալ է, նաև ընդդիմության պատճառով։ Մոլորյալ է, որովհետև ընդդիմությունը շարունակաբար եւ ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ձեռբազատվի Դավաճան իշխանությունը։ Մի քանի անգամ փողոց են դուրս եկել, փորձել են հեռացնել, քայլել են, պահանջել են, վրան են խփել։ Գիտեք, ես քանի որ բոլոր պրոցեսներին մասնակցել եմ, բայց քանի որ ընդդիմադիր եմ եղել եւ Լևոնի ժամանակ եւ Քոչարյանի ժամանակ եւ Սերժի ժամանակ, ըստ այդմ ես հստակ գիտեմ, երբ որ մարդ սկզբունքորեն գնում է պայքարի,
գնում է երկով, ապա գնում է մինչև վերջ։ Այսինքն որ Սերժի ժամանակ ընդդիմադրեք եղել Նիկոլին եք պաշտպանել 10 թվականին։ Չէ, ես 2010 թվականին գնացել եմ ազգային ժողով, պարանով, թուրքական, հայ-թուրքական պայմանագրերի դեմ եւ այլն։ Նիկոլին չեմ պաշտպանել։ Հիմա ես գիտեմ, որ մոդայիկ է, բայց ես 18 թվականի ամենասկզբից հասկացա, որ այստեղ ոչ միայն Ինչու է ձեր կարծիքով Նիկոլին չհամատել եկեղեցու ինքնավար կառավարմանը ուղեկցվում է հայրենիախառն գրառումներով։ Սա ինչ պատճառով։ Հիմա այսա է, մենք առաջին հերթին դրա համար մեր կոչերից մեկը ուղղված է հենց ոստիկանությանը եւ դատական մարմիններին։ Ցանկացած բան, որ ասվում է Նիկոլի կողմից, միանգամից քննվում է բոլոր մակարդակներով։ Իսկ հիմա երբ որ իրենք հայ հոյանքներ են ներկայացնում տարբեր մարդկանց կողմից, ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ եկեղեցուն բոլոր պաշտպանողների կողմից եւ ոչ մեկ նախաձեռնությամբ չի հանդես գալիս իրենց դատելու։ Այն պարագայում, որ գիտեք, դեն զրպարտություն չէ, ինձ չի հետաքրքրում, անձնական վիրավորանք է պիտի պատասխանատվության։ Փաշինյանը սա հանրային շահով է բացատրում, ասում է եկեղեցու հետևորդները պիտի իմանան, որ եկեղեցականներն են կուսակրոնության ուխտին հավատարիմ, որոնք են դրժել ձեր կարծիքով սա այդպես հանրային պահանջ կա, այդպես մտնել բոլորի անկողիններ ու հասկանալ ովում հետ է, ովում հետ չէ։ Ասեմ առանցքայինը 2020 թվականից ի վեր Նիկոլը որևէ իրավունք չունի հանրային շահերի մասին խոսելու ընդհանրապես։ Հանրություն բառը ինքը իրավունք չունի կրկնելու։ Հայաստան, հանրություն, հայ ազգ նման բառերը ինքը իրավունք չունի կրկնելու։ Եւ եթե եկեղեցու մասին ասում են, որ ինքը պիտի նզովեր, ապա մենք էլ պիտի որպես հայ իրեն գիտեք են հին Հունաստանում հակարանաֆեմա ու կարոաստրակիզմ, ինքը ազգ ունենալու ընդհանրապես իրավունք այլևս չունի։ Լավագույն դեպքում թող ադրբեջանցի համարվի։